Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգիչով կոդերի մի քանի օրինակներ նշեմ. G20 սուր բրոնխիտ, բրոնխների լորձաթաղանթի բորբոքում, G20.0 սուր բրոնխիտ առաջացած միկոպլազմա հարուցիչով, G20.3 սուր բրոնխիտ առաջացած կոքսակի հարուցիչով, G20.6 սուր բրոնխիտ առաջացած ռինովիրուսով, G20.9 սուր բրոնխիտ չճշտված, G41 քրոնիկ բրոնխիտ եւ այլն։ Հիվանդության փուլերն են սուր բրոնխիտ տևում է ավելի քան 2 շաբաթ պացիենտների կեսի մոտ, իսկ շուրջ 1/4-ի մոտ հազը կարող է տևել ավելի քան 30 օր։ Եվ քրոնիկ բրոնխիտ պացիենտներն առնվազն 2 տարի ամիսների մեծ մասում ունենում են հազ եւ խորխարտադրություն։ Գանգատները։ Սուր բրոնխիտը սահմանվում է որպես ստորին բրոնխային շնչուղիների ինքնասահմանափակվող վարակ։ Չնայած սուր բրոնխիտի համընդհանուր ընդունված սահմանում չկա, Մակֆարլեյնը առաջարկել է հետևյալ չափանիշները. սուր հիվանդություն 21 օրից քիչ տևողությամբ, հազը որպես գերակշռող ախտանիշ, տևում է ավելի քան 2 շաբաթ պացիենտների կեսի մոտ, ավելի վատանում է գիշերը կամ ֆիզիկական վարժությունների ժամանակ, կարող է կապված լինել բրոնխոսպազմի և կամ լորձի ավելցուկ արտադրության հետ։ Այլ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հազը կարող է տևել ավելի քան 30 օր սուր բրոնխիտով պացիենտների շուրջ 1/4-ի մոտ։ Հետևաբար, սուր բրոնխիտը դեռևս կարող է լինել ավելի քան 1 ամիս տևող հազով պացիենտների մոտ։ Ստորին շնչուղիների առնվազն մեկ այլ ախտանիշ, ինչպիսիք են խորխի արտադրությունը, խզոցները, կրծքավանդակի ցավը։ Սովորաբար խորխը պարզ է կամ դեղնավուն, թեև երբեմն կարող է լինել թարախանման։ Թարախային խորխը չի փոխկապակցված բակտերիալ վարակի կամ հակաբիոտիկների օգտագործման հետ։ Ախտանիշների այլընտրանքային բացատրություն չկա, այս ամենը վերաբերում է մեծահասակների սուր բրոնխիտին։ Անամնեզը հաճախ հետևում է վերին շնչուղիների վիրուսային վարակներին, առողջ մեծահասակների շուրջ 95%-ի մոտ ունի վիրուսային ծագում, շնչառական սինցիտիալ վիրուս, ինֆլուենցիա A-B վիրուս, ռինովիրուս, պարաինֆլուենցիա և համանման վիրուսներ։ Երբ վարակը բակտերիալ է, առանձնացված պաթոգենները սովորաբար նույնն են, ինչ արտահիվանդանոցային թոքաբորբի համար, մասնավորապես ստրեպտոկոկկային պնևմոնիա, ստաֆիլոկոկուս աուրեուս, միկոպլազմա պնևմոնիա, բորդետելլա պերտուսիս, խլամիդիա պնևմոնիա և այլն։ Ռիսկի գործոններ են ծխելու պատմություն, աղտոտված վայրում ապրելը, ասթմայի պատմությունը։ Որոշ մարդկանց մոտ սուր բրոնխիտը կարող է առաջանալ որոշակի ալերգեններից, ինչպիսիք են ծաղկափոշին, օծանելիքը, էլեկտրոնային սիգարետի գոլորշիները։ Զննման արդյունքում տեսնում ենք ջերմություն, ավելի հաճախ ենթատենդային, քթային արտահոսք պրոդրոմալ շրջանում, ըմպանի լորձաթաղանթը արյունալեցուն և աուսկուլտատիվ չոր խզոցներ։ Բարդություններից նշենք երկրորդային թոքաբորբ, միջին կամ ծանր ընթացքով և շնչառական դիստրես ախտանիշ։ Այս երկուսն էլ միևնույն ժամանակ հանդիսանում են հոսպիտալացման ցուցում։ Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից ցուցված է արյան ընդհանուր քննությունը, բարդությունների բարձր ռիսկով պացիենտներին բակտերիալ վարակի հավանականությունը գնահատելու համար, նույն նպատակով ցուցված է ցերեակտիվ սպիտակուցի քանակական որոշումը և պրոկալցիտոնինի որոշումը։ Պրոկալցիտոնինի մակարդակը փոքր է 0,1 միկրոգրամ լիտրից ցույց է տալիս վիրուսային վարակի բարձր հավանականությունը, մինչդեռ 0,25 միկրոգրամ լիտրից մեծ մակարդակները ցույց են տալիս բակտերիալ վարակի բարձր հավանականություն։ Եվ ռենտգենոգրաֆիան որպես գործիքային ախտորոշիչ հետազոտություն խորհուրդ է տրվում թոքաբորբի կասկածի դեպքում, երբ սրտի ռիթմը մեծ է 100 զարկ րոպեից, շնչառության հաճախականությունը մեծ է 24-ից 1 րոպեում, մարմնի ջերմաստիճանը բարձր է 38 աստիճանից և աուսկուլտատիվ լսվում են թաց խզոցներ։ Բուժումը ներառում է ախտանշային սիմպտոմատիկ բուժում,
մասնավորապես պարացետամոլ կամ ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղամիջոցներ համապատասխան դոզաներով ջերմությունը իջացնելու, մկանացավերը, հոդացավերը մեղմելու համար և քսիլոմետազոլին, նեոմիցին, պոլիմիքսին B, դեքսամետազոն, վենիլէֆրին հիդրոքլորիդ պարունակող կաթիլները, ախտանիշները թեթևացնելու, քթահոսությունը մեղմելու համար, մոմետազոն նույն նպատակով և հակահազային դեղամիջոցներ։ Եվ ախտածագումային էթիոտրոպ բուժումը ցուցված է բակտերիալ վարակի առկայության դեպքում, ինչպես արտահիվանդանոցային թոքաբորբերի գործելակարգերով։